Կկարողանան արդյոք հայերն ու ադրբեջանցիները հաշտվել։ Խաղաղության կամուրջ ծրագրի համակարգող հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը եւ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանել են այս հարցին CBC Ադրբեջան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրանք նշել են, որ երկար ժամանակ անց առաջին անգամ հայկական ինքնաթիռները վայրեջք են կատարում Բաքվում, իսկ ադրբեջանականները Երևանում, իսկ ցամաքային սահմանը բաց է անցման համար, ինչը խորհրդանշում է լուրջ փոփոխությունների սկիզբը, հայերի ներկայությունը Բաքվում եւ ադրբեջանցիների Երևանում։ Если в первой встрече я не скажу, что мы были... Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն պատրաստվում որևէ բան մոռանալ, սակայն դա չի նշանակում, որ դա պետք է խանգարի մեզ առաջ շարժվել եւ կառուցել այնպիսի ապագա, որտեղ Ադրբեջանն ու Հայաստանը ոչ միայն չեն պատերազմի, այլ իրականում կզարգացնեն երկու պետությունները համագործակցության միջոցով, ինչը տալիս է լրացուցիչ հնարավորություններ եւ ռեսուրսներ։ Սա բարի հարևանության հարց է։ Այո, սա սուր հարց է, սակայն տրկին ասում եմ, այստեղ ոչ մի արտասովոր կամ գաղտնի բան չկա։ Մենք զբաղվում ենք հասարակությանը խաղաղության նախապատրաստելու հարցերով, կարող ենք քննարկել նոր գաղափարներ, որոնք դեռ չեն քննարկվել պաշտոնական բանակցություններում եւ հասկանալ միմյանց դիրքորոշումները այդ գաղափարների շուրջ։ Դրանից հետո դրանք կարող են քննարկվել բանակցություններում, սակայն կրկին նշեմ, որ սա բնականաբար պաշտոնական бանակցություններ չեն, которые они пережили от взгляда в будущее. Мы занимаемся рекомендационными, значит, вопросами. Սկզբնական հանդիպումների ժամանակ մենք միմյանց նկատմամբ ունեինք անվստահ կամ նույնիսկ ագրեսիվ տրամադրվածություն, սակայն փորձում էինք ինքներս մեզ զսպել։ Այսօր կարող ենք ասել, որ պոստիպենը հրաժարվում ենք այդ ինքնագրաքննությունից եւ սկսում ենք խոսել թեմաների մասին, որոնք բավականին սուր են կամ սուր են ընկալվում մեր հասարակությունների կողմից։ Բայց առանց դրա հավանաբար նորմալ հաշտեցում հնարավոր չէ, քանի որ եթե մշտապես ներսում պահես մտքեր, որոնք քեզ հեռացնում են մյուս կողմից, ապա ոչ անմիջապես, բայց ժամանակի ընթացքում դա կբերի օտարման։ Հույս ունեմ, որ մեր հասարակություններն էլ սովորում են տարանջատել իրենց հիշած պատմությունը եւ այն ապրումները ու տառապանքները, որոնք անցել են ապագային նայելուց։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք սա խանգարում է, հասարակության բարձր ակնկալիքները փորձագիտական մակարդակի երկխոսություններից հաճախ հանգեցնում են հիասթափության, քանի որ այս ձևաչափը ունի խորհրդատվական բնույթ եւ չի ենթադրում պաշտոնական որոշումներ։ Սա զգացմունքային հարց է երկու հասարակությունների համար, ինչը լիովին հասկանալի է։ Երկրորդը, սա բավական կանխատեսելի էր, քանի որ այսքան տարիների ատելությունից, արյունից եւ թշնամանքից հետո երկու կողմերում էլ ձևավորվել է մյուս կողմի դեհումանացման միտում։ Դա առկա է երկու հասարակություններում։